Շատ լավ Ժորժ ջան, ես ուզում եմ սկսեմ նախ բարև բոլորին։ Այսօր ուզում եմ ձեզ պատմեմ Նուր Games-ում մեր internship-երի մասին։ Վստահ չեմ, որ բոլորը գիտեն Նուր Games-ի մասին, երկու բառով ուզում եմ նախ Նուր Games-ից ասել, հետո պատմել ինչ աշխատատեղեր ունենք այս պահին և մանրամասնել վերջում կպատասխանեմ ձեր հարցերին։ Նուր Games-ը խաղային ընկերություն է, զբաղվում ենք խաղերի ստեղծմամբ, ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, մեր 5 տարեկանը լրացել է անցյալ տարի։ Ի սկզբանե Նուր Games-ը զբաղվել է խաղերի պատվերներով, այսինքն պատվերներ ենք անում հաճախորդների համար, տարբեր տեսակի, տարբեր տեխնոլոգիաներով և 2018 թվականից սկսեցինք զբաղվել hyper casual խաղերի ստեղծմամբ, ովքեր չգիտեն ինչ է hyper casual խաղերը, երկու բառով դա էլ կներկայացնեմ, և 2018-ից սկսած մինչև հիմա զբաղվում ենք hyper casual խաղերի ստեղծմամբ, շատ սիրում ենք այդ աշխատանքը և բոլորին երևի հայտնի է, որ 2021 թվականին հրատարակվեց Նուր Games-ի ստեղծած խաղը Lumbercraft-ը, որ ունեցավ համաշխարհային լուրջ հաջողություն բազմաթիվ երկրներում և iOS-ի և Android-ի տակ գրավեց առաջի տեղը, հիմա ունի մոտավորապես 25 միլիոն download և դեռ շարունակում է խաղը, հիմա իհարկե top-երում չի, բայց դեռ խաղը շարունակում է մնալ շահավետ, profitable և դեռ ինչքան կմնա չգիտենք։ Հիմա արդեն կենտրոնացած ենք նոր խաղերի նախատիպերի ստեղծման վրա և դրա համար մեզ պետք են ուզում ենք ընդլայնենք մեր թիմը, որպեսզի ավելի շատ խաղեր կարողանանք ստեղծել։ Ինչ է hyper casual խաղը, ըստ էության մենք ինչով ենք զբաղվում, hyper casual խաղերը դրանք այնպիսի խաղեր են, որոնք որ խաղացողից մեծ ժամանակ չեն պահանջում և սովորելու տեսանկյունից, թե ոնց խաղան այդ խաղը և խաղալու տեսանկյունից, այսինքն կարելի է բացել խաղը շատ արագ հասկանալ ինչ է պետք անել, 1-2 րոպե խաղալ, եթե 2 րոպե ժամանակ ունես, այդ process-ը կոչվում է snackable, շատ նման է, ասենք օրինակ մի կտոր, ասենք Snickers-ին, որ կարելի է ասենք բացել, երբ որ սոված ես, արագ ուտել կշտանալ, նույն ձևի այդ խաղերն են, իրանք կարելի է 1-2 րոպե խաղալ, հաճույքի մեծ պորցիա ստանալ և հետո, չգիտեմ, օրական մի քանի անգամ խաղալ, երբ որ նորից էլի հարմար կլինի։ Այդ խաղերը ունեն իրենց յուրահատկությունը, քանի որ իրանք նախատեսված են լայն մասսայի համար, այսինքն դա պետք է խաղան և մեծերը, և փոքրերը, և աղջիկները, և տղաները, համեմատաբար բարդ նախագծման հարցեր են առաջանում, ոնց անել, որ բոլորին դուր գա, ոնց անել, որ բոլորին հասկանալի լինի, այնպես որ բավականին հետաքրքիր է այդպիսի խաղ ստեղծելը, և հիմնականում այդ խաղի ստեղծումը, այդ խաղի ստեղծմանը մասնակցում են 3 տեսակի մասնագետներ, դա խաղերի նախագծողն է, ծրագրավորողն է և վիզուալ մասի ապահովողն է, կարող եք ասել visual artist, կարող եք ասել artist, չգիտեմ 3D միջավայրերի մասնագետ, ոնց կուզեք կոչեք, ամեն դեպքում մարդը, ով պատասխանատու է այդ խաղում մոդելների, վիզուալ էֆեկտների, անիմացիաների համար։ Հիմա մենք ուրեմն ունենք 2 opening, ուրեմն այս անգամ մի հետաքրքիր բան ենք արել, երբեք այդպիսի բան չենք արել Նուր Games-ում, ուրեմն միշտ, երբ որ մենք աշխատատեղ ենք բացում, մենք պահանջում ենք, որ մարդիկ իմանան անգլերեն, մենք միշտ պահանջել ենք, որ ունենան աշխատանքային փորձ, և քանի որ աշխատանքը եղել է օֆիսից, մենք
բնականաբար այդ մարդը ամեն օր պիտի գար աշխատանքի եւ դա նշանակում է, որ պետք է ապրեր Երևանում։ Հիմա այդ 3 սահմանափակումներն էլ հանել ենք, ստացվում է, որ մարդիկ, քանի որ այս կորոնայի պատճառով այդ ռիմոտ աշխատանքը դառավ սովորական բան, մտածեցինք իսկ ինչի չփորձենք նաև այդ հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան, ասենք, մարզերից աշխատել, մեր թիմի անդամ լինել։ Միջայլոց ասեմ, Lumbercraft-ը մենք remote ենք ստեղծել, երբ որ կորոնան նոր ստեղծվեց, մենք մեր օֆիսը հանձնեցինք ու ամբողջ այդ խաղի ստեղծման process-ը եղել է, մենք բոլորս աշխատել ենք մեր տանից եւ ամեն մեկս մեր տանից էլի բնականաբար եւ եթե կարելի է այդպիսի հաջողություն ունեցող պրոյեկտ ստեղծել տանից, ուրեմն կարելի է վստահ ասել, որ դա աշխատող մոդել է։ Այդպես հիմա մենք ունենք փաստորեն երկու տեսակի աշխատատեղ, քանակը 2 հատ չի, քանակը ավել է, պատրաստում ենք ավելի շատ մարդ վերցնենք, քան 2 հոգին են։ Ուրեմն առաջի տեսակը 3D artist-ն է, երկրորդ տեսակը Unity programmer-ն է։ Ես երևի իմ էկրանը share անեմ, մի փոքր ցույց տամ, թե ինչի մասին է խոսքը։ Մի քիչ նայենք այդ opening-ներին։ Մենք ուրեմն առաջինը Unity game developer-ն է, այսինքն մարդը, որ պետքա գոնե հիմնական հասկացությունները իմանա Unity-ից, իմանա C#-ից, սա անհրաժեշտ պայման է, եւ երկրորդ անհրաժեշտ պայմանն այն է, որ մենք ակնկալում ենք, որ մարդը ինչ որ տեխնոլոգիայով, պարտադիր չի Unity-ով, բայց ինչ որ տեխնոլոգիայով գոնե մեկ խաղ ստեղծած լինի։ Ինչը անելու այդ մարդը, երբ որ ընդունվեց մեր մոտ աշխատանքի։ Ինքը ըստ էության ամբողջությամբ hyper casual խաղ է ստեղծելու, այսինքն տրվելու է իրեն hyper casual խաղ, ինքը այդ խաղը ամբողջությամբ պիտի ծրագրավորի, այստեղ իհարկե մաս գրել ենք, բայց խոշոր հաշվով եթե այս մասերը միասին վերցնենք, դա նշանակում է ամբողջ խաղը պետքա սարքել, որ այդ խաղը աշխատի, կոնտրոլները, մեխանիկաները, UI-ը, visual effect-ները, մի խոսքով ամեն ինչ։ Ուրեմն եւ Unity եւ 3D artist-ի internship-ը վարձատրվող է, այսինքն մենք վճարելու ենք այն մարդկանց, ովքեր որ ինտերվյուները կանցնեն եւ հետագայում այն մարդիկ, ովքեր որ այդ վճարվող պրակտիկայի ընթացքում ցույց կտան, որ իրանք լավ գիտելիքներ ունեն, պատրաստ են արդեն աշխատել, այդ մարդկանց արդեն աշխատանքի առաջարկ կանենք եւ կվերցնենք մեր մոտ աշխատանքի։ Ուրեմն սա Unity game developer-ի մասին, երկրորդը 3D artist-ն է, ուրեմն այստեղ էլ ավելի շատ շեշտը դրված է 3D անիմացիայի վրա, մեր համար շատ կարևոր է, որ մարդը կարողանա լավ անիմացիաներ ստեղծի, որովհետև խաղի այդ էմոցիաները, որ խաղը առաջացնում է, դրանք անիմատորի հմտություններ են պահանջում եւ բացի դրանից նաեւ ակնկալում ենք, որ մարդը պետքա ունենա եւ ցանկություն եւ փորձ 3D մոդելավորման, որովհետեւ ամբողջ խաղի վիզուալ մասը ստեղծելու է մի մարդ եւ այդ մարդը պիտի կարողանա, եթե ինչ որ մոդել է պետք ձևափոխել կամ եթե պետքա 0-ից ստեղծել այդ մոդելը, ինչ որ մի բան ենք ուզում խաղի մեջ ունենալ, որ ասենք պատրաստի asset որպես չկա, ապա պետքա այդ asset-ը սարքել 0-ից եւ մարդը պետքա կարողանա եւ ցանկանա 3D մոդելը սարքի եւ եթե պետքա animate անի այդ մոդելը։ Պլյուս դրան visual effect-ները, ինչ որ particle system-ներ, ինչ որ տենց կայծեր, փոշի, ծուխ, դրանց մասին է խոսքը, դա նորից պետքա կարողանա ստեղծի։ Մենք ընտրելու համար ինտերներին այդ visual effect-ների մասով ոչինչ չենք ստուգում, բայց ստուգում ենք եւ մոդելավորման եւ
անիմացիայի հմտություններ, պահանջում ենք, որ գոնե հիմնական հմտություններ ունենան։ Եթե ուզում եք art-ի internship-ի համար դիմեք, այստեղ email-ը ուրիշ է, art@nurgames.com-ին է պետք դիմել, եթե Unity-ին է, այստեղ unity.nurgames.com-ին պետքա ուղարկեք ձեր ռեզյումեն եւ գոնե մեկ օրինակ, բնականաբար ինչքան շատ օրինակներ ունենաք աշխատանքային այնքան լավ, բայց եթե դուք ուզում եք դառնալ Unity developer, գոնե մեկ խաղի օրինակ պետքա ցույց տաք, որ դուք ստեղծել եք, միգուցե տուտորիալների օգնությամբ, միգուցե Google-ելով, միգուցե ինչ-որ կոդեր պատրաստի վերցնել իրար կպցնելով, բայց ինչ-որ մի խաղի գաղափար, որ ունենաք ձեր մոտ ստեղծած։ Իսկ 3D մոդելավորման դեպքում, ու անիմացիայի դեպքում էլի ինչ-որ մոդելներ, անիմացիաներ ձեր պորտֆոլիոյում պետքա ունենաք եւ ռեզյումեի հետ ուղարկեք նաեւ ձեր կատարած աշխատանքները։ Աշխատանքը լինելու է լրիվ դրույք եւ պրակտիկայի ընթացքում եւ պրակտիկայից հետո։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ կսկսեն եւ internship-ը եւ հետագայում կանցնեն աշխատանքի մեր մոտ, կարևոր եմ համարում ասել, որ աշխատանքը չի լինելու սահմանափակված զուտ 3D մոդել ու անիմացիա ստեղծելով կամ, ասենք, Unity engine-ում 4C# կոդ գրելով։ Կամայական խաղ, որ ստեղծվում է, անկախ նրանից խաղի իդեան, խաղի դիզայները ոնց է տալիս, այնտեղ շատ մանրամասն չի այդ իդեան եւ միշտ եւ 3D արտիստը եւ Unity պրոգրամերը իրանք ունեն ազատություն իրանց պատկերացած ձևով այդ խաղը ստեղծել եւ բացի դրանից էլ խաղի դիզայնի մասով բազմաթիվ brainstorm-եր են ունենում, այսինքն այս մարդիկ ոչ թե կատարողներ են, իրանց հստակ առաջադրանքը տալիս է անել SSSS, այլ գալիս է հիմնական գաղափարը, որ խաղը պետք է ունենա SSS կտորները, SSS մեխանիկան, SSS feeling-ը։ Եվ պետք է մարդիկ կարողանան այդ feeling-ը, այդ բանը ստանալ, այդ մեխանիկաները ստանալ, որը որ ահռելի մեծ ստեղծագործական աշխատանք է, որը աշխատանքը դարձնում է անչափ հետաքրքիր, անչափ հաճելի այն առումով, որ ինչ-որ մեխանիկական աշխատանք չի արվում, տաղտկալի աշխատանք չի, ինքը լրիվ ստեղծագործական պրոցես է։ Մենք այդ առումով հպարտանում ենք, նախ առաջինը մենք ենք հաճույք զգում մեր աշխատանքից, որ մեր աշխատանքը այդպիսի ստեղծագործ աշխատանք է, երկրորդ էլ հպարտանում ենք, որ մենք այս պահին այդպիսի այդ բնույթի աշխատանք ենք առաջարկում։ Սրանք հիմնական ինֆորմացիաներն են, եթե այս լինկերը ձեր մոտ չկա, հիմնականում այս լինկերը շատ ավելի պարզ են։ Եթե ուղղակի գրեք nurgames.com, index.php, Unity intern կգաք այստեղ, եթե գրեք սրանք ավելորդ բաներ են, եթե գրեք index.php art intern կգաք այս մյուս տեղը, բայց բնականաբար այս լինկերը պետք չի հիշել, սրանք share են արած եւ AGDA-ում Armenian Game Developers Association խմբում եւ share են արած Nurgames-ի պաշտոնական էջում այս լինկերը եւ մանրամասն ինֆորմացիան հնարավոր է բնականաբար գտնել։ Այսքանն էր, ինչ ուզում էի ներկայացնել, երևի թե կարևոր բան բաց չեմ թողել, հիմա կուզեմ լսել հարցեր, եթե ունեք, ձեր հարցերին պատասխանեմ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Անունս Տիգրան է, ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տալ, դուք պոզիցիա չունեք разве game design-ի։ Չէ, game design-ի պոզիցիա այս պահին չունենք։ Ոնց է գալիս ձեր 3D արտիստը պետք է անիմացիա անի, մոդելինգ անի ու ինչ կապված է 3D-ի հետ ինքը սա գործողությունները պետք է անի։ Հա, ես տենց էլ ասացի, բայց game design-ի հետ կապված հարցը մի քիչ չհասկացա ոնց կապվեց։ Դուք հիմա ուրիշ անկախ հարց եք տալի, թե դուք ասում եք դուրս է գալիս այդ մասը ուղղակի չհասկացա։
game designer ես արդեն ուղարկեցի, որտեղ ես մի քիչ ես 3D Max սովորա բուկվալնը մի ամիս առաջ. То есть я закончил курсы Коджуян, ու մի ամիսա, ասենք, ոնց որ ձեռնտակ սովորում եմ հələ որ. Շատ լավ. Բայց էլ մինչև անիմացիա չեմ հասել։ Շատ լավ։ Ու game design-ի ինչ համար հարցրեցի, որովհետև ես game designer եմ։ Հա։ Ավելի շատ ես game design-ով եմ զբաղվում, բայց որ ու տենց ուզեցի ասեք մի քիչ շատ gaming-ի մեջ մտնեմ, որովհետև ոնց որ ուզում եմ մենակ իմ խաղը սարքեմ, այլ չսպասեմ, որ մինչև գործի ընդունել։ Ասենք ձեռնտակ պորտֆոլիոյի նման բան եմ էլի ուզում բացեմ, դրա համար հարցրեցի game design-ի, որ կարող է եւ ունենայիք։ Հա, չէ, game design-ի պոզիցիա չունենք, բայց ոնց որ ասացի, աշխատանքի ընթացքում game design-ի գիտելիքները եւ պրակտիկայի եւ հետագա աշխատանքի ընթացքում, եթե game design-ի գիտելիքներ կան, այդ հրաշալի է, պետքա գալու, եթե չկան պետքա զարգացնել, որտեվ անպայման պետքա գալու, որտեվ դա աշխատանքի մի մասն է, այսինքն ոչ միայն պետքա անել, այլ պետքա այդ ամեն ինչը պատկերացնել, թե ոնց ճիշտ կլինի ու ոնց լավ կլինի անել, որտեվ դա գործի մի մասն է, էլի, ոչ միայն պրոստը իմպլեմենտ անել, այլ հասկանալի է, իրանք իրար հետ շատ մեծ կապված են, լավ կներ, որ ամեն ինչը իմանա աշխատողը։ Մի հատ էլ հարց, եթե ես մենակ մոդելինգը գիտեմ, անիմացիան դաժե չեմ ձեռք տվել, ինտերնշիփի ժամանակ կարող է եւ էդ էլ սովորացնեք, թե ձեզի պետք է արդեն մասնագետ։ Ես ավելի ճիշտ կհամարեմ այդ հարցի այդ ընտրությունը թողել են մարդկանց, ովքեր ռեզյումեները նայում են, բայց մոտավոր ինֆորմացիա կարամ տամ, մոտավոր ինֆորմացիան հետևյալն է, որ մոդելինգը աշխատանքի մի մասն է, եթե մարդը չի կարող անիմացիաներ անի, ապա ստացվում է ինքը խաղը մինչև վերջ չի կարա ստեղծի, էլի։ Այդ առումով դա մեր պահանջներից դուրս է։ Բայց չգիտեմ, եթե ձեզ ավելի հետաքրքիր, ավելի մանրամասն պատասխան ստանալ, չգիտեմ, միգուցե ռեզյումեն ուղարկեք ու եթե կհամարեն ճիշտ կանչել, ես արդեն 3 օր առաջ ուղարկել էի, մինչև Okay, դեպքում եթե համարեն, որ չգիտեմ, ձեր ռեզյումեի պորտֆոլիոից ելնելով ձեր հետ իմաստունի կապվել, ուրեմն կկապվեն։ Բայց անիմացիան շատ կարևոր է, այս բանը այդքանը կարամ ասեմ։ Հասկանալի է։ Ես մի բան ավելացնեմ, Արեգ։ Երկու բան էի ուզում ասի, երբեմն մարդիկ, որ լսում են անիմացիա, 3D մոդելավորում եւ այլն, պատկերացնում են, որ ասենք, չգիտեմ, ինչ-որ AAA խաղի նման ինչ-որ ստեղ բարդ անիմացիաներ կամ մոդելավորման աշխատանքներ է, սովորաբար մարդիկ հիպերկազուալ խաղեր կամ այդպես փոքր չափի խաղեր հղացած չեն անում, որ տեսնեն այնտեղ ինչ չափ ծավալի է այդ անիմացիայի աշխատանքը։ Դրա համար ուզում եմ այդ մասը շեշտել, որ նույն ծավալի անիմացիաներ բնականաբար այդտեղ չկան ու նույն ծավալի մոդելավորման աշխատանքներ չկան։ Հասկանալի է, դրա համար էլի ուզում հարցնել, եթե մարդը անիմացիան չգիտի անելը, որ գոնե մոտավոր ձեր ուզածի չափին, որ սովորացնեիք։ Ասենք, եթե մարդը արդեն 3D Max գիտի կամ Blender գիտի, իրան էդի հեշտ կլինի սովորելը, ոնց ես կարծում եմ։ Երկրորդ մասը, որ ուզում եի ասի, այդ սովորացնելու հետ կապված շատ հաճախ մարդիկ դասընթացների նման են պատկերացնում այդ process-ը, իրականում էսի այդքան էլ դասեր չեն, այսինքն սա ավելի շատ աշխատանք է, մարդիկ պետք է ինքնուրույն աշխատեն, իհարկե մեր կողմից կստանան աջակցություն, այսինքն իրանք պետք է իրանց հանձնարարությունը տված ինչ-որ խաղ պետք է սարքեն, այդ խաղի վրա աշխատում են, եթե ինչ-որ հարցեր է իրանց մոտ առաջանում, ու բնականաբար շատ հարցեր է առաջանալու, որտեղ այդ մարդիկ ինքներն են, մենք իրանց այդ հարցերի շուրջ տալու ենք ուղղություն, ասել ենք, այս հարցը ճիշտ կլինի, այս կողմից մոտենաս, տեղ նայես, լուծում ես շրջանակներում փնտրես,
բայց ամեն դեպքում այդ լուծումը ինքը ինքնուրույն է փնտրելու, գնա աշխատի, ասի այս լուծումներն եմ տեսել, մենք ասենք, հա, էսի ճիշտ է, ավելի շատ տեսողությամբ նայ, եթե փոքր հարցեր լինեն, որ մենք կարանք արագ 1-2 նախադասության պատասխանենք, իհարկե կպատասխանենք, բայց այն ծավալի չի լինելու, էլի, որ ասենք մենք դասախոսություն կամ ասենք սովորաբար ոնց է դասընթացները մեկը գալիս է ինչ-որ թեմա է պատմում, հետո տնային աշխատանք է տալի, այդ մարդիկ գնում անում են, սա այդ ֆորմատի բան չի, էլի, սա ավելի շատ աշխատանք է, որ մարդը ուղղակի մենք հասկանում ենք, որ այդ մարդը ինտերն է, այսինքն աշխատում է որպես ինտերն։ Հասկանում եմ, գործի մեջ արդեն սովորում ես, ասենք էդի կուրսերի նման բան չի լինելու։ Ընդհանրապես այդ հարցը ծագում է, էլի, սովորաբար մարդկանց մոտ, որտեվ չգիտեմ ինչի երևի կա ինչ-որ ձևաչափեր, որ այդ internship-ը անցնում է դասընթացների ֆորմատով։ Երևի տենց բաներ կա, ու մարդկանց մոտ ոնց որ այդ ասոցիացիաներն առաջին հերթին առաջանում, դրա համար ուզեցի այս մասը բացեմ, որ ավելի հասկանալի լինի, հասկանալի։ Հա, ու այդ տեսանկյունից շատ կարևոր է համ ի սկզբանե ճիշտ պատկերացումներ ունենալ, թե ինչա սպասվում։ Երկրորդ շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր որ կմիանան պրակտիկային, իրանք պատրաստ լինեն եւ կարողանան ինքնուրույն սովորել, ինքնուրույն աճել, այսինքն մեծ ծավալի ինքնուրույն աշխատանք է լինելու, մենք ամեն ինչով աջակցելու ենք, որ այդ մարդիկ կարողանան աճել, ճիշտ ուղղությամբ աճել, գտնել այն ռեսուրսը, որը որ պետք է աճելու համար, մեր փորձը, մեր գիտելիքները հնարավորինս տրամադրելու ենք, ուղղորդելու ենք, բայց ոնց որ Տիգրանն ասաց, դասախոսության միջոցով, չէ, հենց պրակտիկայի միջոցով, եւ դա նշանակում է, որ մարդը պիտի ուզենա, պատրաստ լինի ու կարողանա ինքնուրույն սովորել։ Սրան հարակից մի հարց կա, որ սովորաբար առաջանում է այդ մարդիկ կան, որ հիմա աշխատում են ինչ-որ տեղ կամ ինչ-որ այլ բանով են զբաղվում ու հարց է էլի առաջանում իզնից ինչքան, ասենք, ռեսուրս է պահանջվելու, ես ասենք կարամ երկու տեղ միանգամից աշխատեմ, չգիտեմ, իմ կարծիքով դա լինի շատ բարդ, որտեղ եթե մարդը օրինակ ասենք նոր ինտերն է, ուզում է խաղերի ստեղծման զբաղվի ու մի հատ էլ աշխատում է մեկ այլ տեղ, այդ մարդու համար շատ մեծ ծանրաբեռնվածություն կլինի, համ նոր բաներ սովորի, համ էլ իր աշխատանք անի, ու վարձատրվողի գաղափարախոսության մի մասն էլ այդ է, որ ինչ-որ մենք վարձատրություն տանք այդ մարդուն, մենք հասկանում ենք, որ ինքը ինչ-որ ժամանակ, այնպես ասած, իր աշխատանքը նես չի, որ լրիվ production է, էլի գնալու, ասենք, կամ գնալու է, բայց եթե դա մեր, ասենք, developer-ներից մեկը կամ ով այդ խաղի վրա աշխատում է կսարքի մեկ շաբաթում, այդ մարդը շատ ավելի երկար կարա սարքի կամ դրա համար մենք հասկանում ենք, որ ավելի շատ այդ վարձատրությունը նրա համար է, որ ինչ-որ չափով բան լինի, էլի, ասենք, իր համար, չասեմ փոխհատուցում, բայց ինչ-որ դրամական, ասենց, մուտք լինի, էլի, ու բացի այդ էլ համարի, որ ինքը գնում է աշխատանքի, ես էլ աշխատանք, ասենք ճիշտ է, հիմա իր սկիլերը քիչ են, ինքը ինտերն է, բայց սա աշխատանք է, որի դիմաց ինքը վարձատրվում է, ու ժամանակի ընթացքում ինքը իր սկիլերը պետք է ավելացնի, դառնա հիմնական աշխատող, բնականաբար դե արդեն վարձատրությունը եւ այլն համապատասխան դրան, էլի։ Շատ լավ։ Մի հարց էլ կարամ, չէ, ես տամ։ Հա, իհարկե։ Իսկ եթե օրինակ մարդը 18-ից ցածր են, ու կոնկրետ ես 16 տարեկան եմ, բայց C# գիտեմ ու Unity-ով էլ խաղեր ունեմ սարքում, Unity-ից բացի ուրիշ տեխնոլոգիաներով էլ էլի։ Կարամ գամ օրինակ ձեր մոտ 3 ամիս պրակտիկա ստանամ։ Տենց աշխատանքի ընդունվելու մտադրություն չկա, զուտ պրակտիկա ստանալու համար հնարավոր է, թե չէ։ Ամբողջ իմաստը այս պրակտիկայի այնա, որ հետո դուք աշխատանք ստանաք, մենք էլ աշխատող ստանանք։ Էնպես որ բուն գաղափարին հակասում է, էլի։ Լավ։ Էլի ոնց որ Տիգրանն ասաց, սա ուսումնական process չէ, էլի, սա այնա, որ մենք ուզում ենք մարդուն հնարավորություն տանք, այդ մարդը պատրաստվի եւ անցնի աշխատանքի։ Եթե աշխատանքի անցնելու
նպատակ չկա, այդ դեպքում պատրաստվելու իմաստը ստացվում է բանը, սովորելն է, որը որ իհարկե ձեր համար շատ ողջունելի է, բայց այդ դեպքում հարց առաջանում մենք ինչի համար ենք այս ամեն ինչը անում։ Լավ, բարձ է, մերսի շատ։ Խնդրեմ։ 2 տարի կսպասեմ։ Այդ 16 տարեկանի հետ երբեմն հարց առաջանում, եթե ես սխալվեմ, նայեք, խնդրում եմ ինձ մի ուղի, մեր աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ 16 տարեկան մարդը լրիվ դրույք աշխատի։ Այսինքն օրենսդրական տեսանկյունից սահմանափակում չկա։ Եթե մարդը 16 տարեկան է, ինքը կարա լրիվ դրույք աշխատի։ Դե մենք խնդիր չենք տեսնում, էլի։ Այդպես, որտեղ երբեմն մարդկանց մոտ այդ հարցն առաջանում, որ իրենք լինում են, ասենք, 18-ից փոքր, ստացվում են կարան աշխատեն եւ այլն, օրենքով թույլատրվում է այդ մարդիկ կարան աշխատեն, դա խնդիր չկա։ Մնացածը իրանց ժամանակը իրանք պետք է արդեն հասկանան իրանց հիմիկվա ընթացիկ գործերը, իրանց առաջնահերթությունը որն է, իրանք ուզում են այս ոլորտում դառնալ մասնագետ, թե այլ առաջնահերթություն է, ուստայդը որոշ են մասնակցելու են, թե չէ, որովհետև չեմ ուզում վախացնել, բայց իրականում այդ մարդիկ պետք է իրանց վրա աշխատեն։ Խնդիրը ինչու՞մ է, որ ստորաբար մարդիկ ուզում են աշխատել, գտնել, բայց այդ սկիզբը չկա, հնարավորությունը չկա, աշխատանքային փորձ են պահանջում եւ այլն։ Հիմա մենք այդ փորձի մասը ասում ենք մեզ աշխատանքային փորձ պետք չի, մեզ պետք է բազային գիտելիքներ, որոշակի մակարդակի։ Մենք ինտերվյու անում ենք, տեսնում ենք այդ բազային գիտելիքներն ինչքան են, ասում ենք մեր մոտ աշխատի ու քո վրա աշխատելով սա հնարավորություն է, որ այդ 3 ամսում ու քո վրա աշխատես ու դառնաս արդեն հիմնական աշխատող։ Ոնց որ այդ խնդիրը էլ քո մոտ չլինի, էլի որ հիմա ասենք, չգիտեմ, պրակտիկայի պահանջում անպայման որ նոր աշխատանք ունենա։ Շատ լավ, այլ հարցեր։ Բարևձեզ, մեկը մի հարց է, հա։ Երբ է սկսելու մոտավոր։ Ուրեմն դիմելու վերջնաժամկետը մինչև այս ամսվա 25-ն է, 10 օր դեռ կա։ Ենթադրում եմ, որ կսկսենք հենց հաջորդ ամսվա սկզբից։ Մոտավոր պլանը դա է, եթե ինչ-որ խանգարող հանգամանք չլինի, հաջորդ ամսվա սկզբից ուզում ենք սկսենք։ Մերսի։ Խնդրեմ։ Էլի հարցեր։ Հարցեր չկան։ Դե լավ, եթե այդքանն էին, շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն, որ միացաք, հուսամ այս պահին բավականին մեծ ինֆորմացիա կա, հասկանաք, թե ինչ այդ գործ ունեք, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրություն անել, այս process-ը ձեզ պետք է հետաքրքիր է, թե չէ։ Այսքանը Նարինջ ջան, կներես մի երկու բանը ես էլի վերջում ավելացնեմ։ Սովորաբար ես հիշում եմ մենք որ Global Game Jam-եր էին կազմակերպում ու շփվում էինք այդ ջեմերի ընթացքում մարդկանց հետ ովքեր խաղեր էին ստեղծում։ Իրանց մոտ լինում էր էլի այդ հարցը, բայց ես սկսնակեմ ոնց սկսեմ խաղերի ոլորտում աշխատել։ Այդ պահին, քանի որ մենք չունեինք նման հնարավորություն, ավելի շատ ասում ենք, որ ինքնուրույն աշխատանքով, ջեմերին մասնակցելով, նմանատիպ բաներով ու տենց էլ եղել է, մենք մասնակիցներ ունեցել ենք, որ մասնակցել են ջեմերին, իրանց ցույց են տվել իրանց կարողությունները ու ասենք ինչ որ ընկերության կողմից աշխատանքի հրավեր են ստացել։
Իսկ հիմա ոնց որ մենք մի քայլել ենք այդ ոնց որ process-ը առաջ տանում, վերցնում ենք մարդկանց որպես ինտերներ, իրանք հնարավորություն են ունենում ինքնուրույն աշխատելու, ստանալ, ասենք, օգնություն, որոշակի խորհուրդներ, աջակցություն տարբեր հարցերով ու ոնց որ էսի իմ կարծիքով շատ լավ հնարավորություն է, որ մարդիկ մուտք գործեն խաղերի ստեղծման այս շատ ստեղծագործ ոլորտ, դրա համար եմ ասում, ես կոնկրետ շատ ուրախ եմ, որ մենք այս հնարավորությունը ունեցել ենք ու հույս ունեմ, որ լավ արդյունքներ կստանան։ Շնորհակալություն բոլորին, որ եկաք։ Լավ եք, շնորհակալություն, հաջողություն։ Ձեզ շնորհակալություն, հաջողություն։